Եվ երեք ինչքան է տևել նրա հիվանդանոցում գտնվելը, ինչ հետազոտություններ է անցել։ Միպը ասում է արտավոր գործել այս իրավիճակում։ Եվ մենք պահանջում ենք, որ միպը մարդու իրավունքների պաշտպան գրասենյակը իրականացնի իր գործառույթը։ Մենք ավարտենք մեր ակցիան եւ լրագրողների հարցերին կպատասխանենք։ Շնորհակալություն։ Սիրելի լրագրող ընկերներ, հարգելի քաղաքացիներ, այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է եւ մենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև ենք խորհրդանշական ակցիա ցույց տալու համար, որ 11 օր շարունակ մարդու իրավունքների պաշտպանը որևէ քայլ չի ձեռնարկել Նարեկ Սամսոնյանի հացադուլի առնչությամբ։ Հրապարակային որևէ հարտահայտություն հայտարարություն չի եղել, արտահերթ զեկույց չի հրապարակվել։ Որևէ մեկը ՄԻՊ-ի գրասենյակից Նարեկ Սամսոնյանին առ այսօր չի այցելել։ Վերջում 3 գիշերն եմ Նարեկին տեսակցել, երեկվա դրությամբ որևէ մեկը դեռ Նարեկ Սամսոնյանին այցելած չի եղել։ Մենք հայտարարում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մանդատի մեջ է մտնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Մենք չենք պահանջում որևէ քայլ իրականացնել, եկել ենք զուտ արձանագրելու, որ մարդու իրավունքների պաշտպանը 11 օր շարունակ լռում է Հայաստանում աղաղակող ապօրինության առնչությամբ։ Էլ չենք խոսում նախորդ 2 ամսվա կալանքի մասին, որի վերաբերյալ հրապարակային բոլորից աչքի առաջ եղել է, թե ինչի համար են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորված խոսքի ազատության համար։ Եվ ինչպես է նրանց կալանքը եւս 3 ամիս ժամկետով երկարացվել։ Այս հայտարարակ ապօրինության համատեքստում Նարեկ Սամսոնյանը դատարանի դահլիճում հայտարարել է անժամկետ հացադուլ եւ արդեն 11-րդ օրն է գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։ Ինչպես գիտեք, ինչպես պաշտպանները հայտնել են, Նարեկ Սամսոնյանը ունի նաեւ լուրջ առողջական խնդիր։ Բժիշկը ցուցել են նրան անհապաղ վիրահատական միջամտություն իրականացնել։ Եվ այս համատեքստում հաշվի առնելով թե հացադուլի հանգամանքը, թե նրա առողջական խնդիրը, մենք ահազանգում ենք, որ Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է։ Նարեկ Սամսոնյանը 11 օր շարունակ որևէ բան չի կերել, նրա օրգանիզմը հյուծվում է։ Դրան գումարվել է առողջական լուրջ խնդիրը, եւ այս երկու հանգամանքները իրար հետ գումարած լուրջ առողջական վտանգ են ներկայացնում նրա կյանքի համար։ Մենք այստեղ ենք արձանագրելու, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի լռությունը հավասարազոր է հանցակցության։ Մենք այստեղ ենք արձանագրելու, որ Նարեկ Սամսոնյանի առողջությանը եւ կյանքին սպառնացող վտանգի հետևանքները կրում են ինչպես Հայաստանի իշխանությունները, ինչպես Հայաստանի դատական համակարգը, այնպես էլ բոլոր այն իրավասու պաշտոնյաները, որոնք պետք է արձանագրեին, խոսեին, բարձրաձայնեին հարցի մասին, բայց մինչ օրս լռում են։ Եվ այդ շրջանակներում առաջնային մանդատ ունեցող մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ձեր առջև է 11 օրվա սնունդ, որը կարող էր բազմապատկվել 2-ով եւ 3-ով, հաշվի առնելով, որ կարող էր դա տեղի ունենալ մարդու սննդակարգը միայն 1 անգամով չի սահմանափակվում, հա, 2-3 անգամով է սահմանափակվում։ Մենք այստեղ ենք ցույց տալու, թե ինչ հանգամանքներում է Նարեկ Սամսոնյանը բանտում, իդեպ նա իր առողջական խնդրի եւ հացադուլի պայմաններում իր գտնվում է պատժախցի պայմաններում։ Բոլորը տեղյակ եք, որ 3 կտրուկ վատացել էր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը եւ նա տեղափոխվել էր Էջմիածին բժշկական կենտրոն։ Սա եւս լրացուցիչ հանգամանք չհանդիսացավ, որպեսզի ՄԻՊ-ը գեթ 1 տար արտահայտի, բարձրաձայնի։ Ուզում եմ խոսել ՀԿՀ-ի պատժախցային պայմաններում մարդու առողջությանը հնարավոր լուրջ վտանգների, սպառնալիքների մասին։ Երեք երբ Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա պուլսը չափել են, այսպես ասած, ճնշումը չափել են եւ արձանագրել են, որ կարող է լինել նախաինֆարկտային վիճակ, ուժ հաստատությունը ահազանգել է շտապօգնություն։ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է ժամը 13:00-ի դրությամբ։ Շտապօգնությունը բուժ հաստատություն հասել է ժամուկես անց, 2:30։ Իսկ Նարեկ Սամսոնյանի հիվանդանոց հասել է ժամը 3-ի դրությամբ։
Այսինքն նախաինֆարկտային վիճակում գտնվող մարդուն 4 ժամ է անհրաժեշտ, որպեսզի նա քրեակատարողական հիմնարկից հասնի բուժ հաստատություն։ Խնդրում եմ պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ քրեակատարողական հիմնարկում գտնվող ցանկացած անձի հետ, ով առաջնային բուժօգնությանը հասնում է վատ զգալուց հետո 4 ժամ անց։ Այս հանգամանքները դետալային կերպով ներկայացնում եմ, որպեսզի պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ Նարեկ Սամսոնյանի հետ հացադուլի 11-րդ օրը առողջական լուրջ խնդրի առկայության պայմաններում եւ այն բժշկական ապահովության բժշկական սպասարկման պայմաններում, որը հնարավոր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում։ Սրա մեղավորությունը բնավ քրեակատարողական հիմնարկինը չէ։ Սրա մեղավորությունը այդ թվում եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է, որովհետեւ ի գիտություն հարգելի լրագրողներ, շաբաթ եւ կիրակի օրերին քրեակատարողական հիմնարկում կոնկրետ արմավիր քրեակատարողական հիմնարկի 1100 անձնակազմ ունեցող հիմնարկին սպասարկում է ընդամենը 2-3 բուժակ, ֆելշեր այսպես ասած։ Այդ օրերին բժիշկ 1100 հոգանոց հաստատությունում չկա։ Մի բան ասելիք չունի այս առումով։ Մի բան անելիք չունի այս առումով։ Կարող եք պատկերացնել, թե ինչ կարող է լինել մարդու իրավունքների խնդրեմ։ Մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն անելիք չի տեսնում Նարեկ Սամսոնյանի հացադուլի եւ հրատապարակության հրահանգել, որպեսզի իրենց ընդմիջումը իրականացնեն, հարգելի լրագրողներ, ժամը 12-ին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ընդմիջում է։ Նարեկ Սամսոնյանի 11 օրվա չկերած ուտելիքը իրենք կուտեն իրենց ընդմիջման ընթացքում։ Եվ կուրս փորով կշարունակեն լռել Հայաստանում ապօրինությունների մասին, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խայտառակ բռնաբարության մասին, Հայաստանում առաջնային բուժօգնության խնդիր ունեցող մարդկանց նկատմամբ անտարբերության մասին։ Նորից հայտարարում եմ, ժամը 12-ից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ընդմիջման ժամ է, խնդրում եմ, վայելեք Նարեկ Սամսոնյանի չկերած 11 օրվա ուտելիքը, վայելեք, հույս ունեմ ձեր կոկորդով այդ ուտելիքը իսկապես կգնա։ Հույս ունեմ այդ ուտելիքը 11 օրվա չկերած ուտելիքը ընդմիջմանը դուք կվայելեք ամենայն մեծ բավականությամբ։ Միայն թե 24 News-ի հարգելի հետևորդներ մի աշխատակազմից դուրս եկան եւ այստեղից հավաքեցին բողոքի ակցիայի շրջանակներում տեղադրված սնունդը, որը խորհրդանշում էր, որ Նարեկ Սամսոնյանը 11 օր հացադուլ է իրականացրել։ հարգելի գործընկերներ, ես այստեղ ասեմ, որ բացեք էլի թեմը ժողովուրդ։ Ժողովուրդ ջան, ինչպես տեսակ, մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն լռում է 11 օր հացադուլի մեջ գտնվող քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին, այլ նաև սարսափում են, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ կարող է ակցիա տեղի ունենալ այդ հարցը բարձրաձայնելու թեմայով։ Մենք բանակցեցինք ոստիկանների հետ, ապահովեցինք համապատասխան տրանսպորտ մուտքը եւ ելքը ապահովելու համար, բայց սա անգամ բավարար չէր։ Մենք վերել ենք ցույց տալու, թե 11 օրվա չկերած սնունդը ինչ առողջական հետևանքներ կարող է առաջացնել մարդու համար։ Եվ վերել ենք արձանագրելու, որ 11 օր շարունակ մի փաստաթությունը, որի առաջնային սահմանադրական մանդատի մեջ է մտնում մարդու իրավունքների հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալին տեսակցելը, նրա առողջական խնդիրների մասին պատշաճ իրազեկվելը եւ համապատասխան քայլեր անելը չի արել։ Եվ վերել ենք խորհրդանշական ժամին, տեղեկացված ենք, որ ժամը 12:00-ին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ ընդմիջման ժամ է։ Վերել ենք, որպեսզի Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած հացը իրենք վայելեն, ընդմիջման ժամանակ, եթե կարող են դա անել։ Խնդրեմ, վայելեք, հարգելի մի աշխատակիցներ։ Հենց դրա համար էլ վերել ենք, մենք մեր խնդիրը իրականացրեցինք։ Մենք այստեղ ենք լրատվամիջոցների համար եւ մեր հանրության իրազեկելու համար, որ Նարեկ Սամսոնյանի առողջության վտանգ է սպառնում եւ ունենք բոլորի աջակցության կարիք այս հարցը բարձրաձայնելու առումով։ Նարեկ Սամսոնյանը 11 օր հացադուլի մեջ է գտնվում, նրա օրգանիզմը յուտված է եւ բժիշկը ցուցել է շտապ վիրահատական միջամտություն։
Երեք Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ բարդարացել է, նրան տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն եւ Փառք Աստծո որևէ լուրջ բան չի տեղի ունեցել, սակայն նրան հետ են տեղափոխել պատժախոս։ Եվ ցանկացած բանի Նարեկ Սամսոնյանի կյանքին եւ առողջությանը կարող է ավելի լուրջ վտանգ սպառնել։ Եվ քանի որ ներկայացրեցի մանրամասները, բժշկական օգնությունը սպասարկումը հասնում է 4 ժամվա ընթացքում։ Սա մազից կախված առողջություն է։ Ամեն րոպեն կարող է թանկ լինել մարդու կյանքի համար։ Եվ մեր խնդիրն է սա արձանագրել եւ ցույց տալ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը այս մարդու իրավունքների պաշտպանության հանգամանքների առնչությամբ լռում է եւ հանցակցում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ։ Մենք գիտենք, որ ԵՄ դեսպանին եւ գուցե այլ միջազգային կազմակերպությունների հետ մարդու իրավունքների պաշտպանը այս հարցով կոնտակտի մեջ է։ Բայց հաշվի առնելով թե այն վերաբերմունքը, որը դուք տեսաք այստեղ, մենք չգիտենք իրենք ինչ են զեկուցում այդ կառույցներին։ Մենք չգիտենք, թե իրենք ինչ են զեկուցում այդ կառույցներին։ Եվ մենք մեր մասով ասում ենք, որ մենք անձամբ բոլոր մանրամասների մասին իրենց տեղյակ ենք պահում։ Մեր խնդիրն է ցույց տալը, որ մարդու իրավունքների պաշտպանը մատնված է անգործության, որ 11 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող հյուծված եւ օրգանիզմի եւ լուրջ առողջական խնդիրների պայմաններում մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է լռել։ Դուք տեսնում եք, որ մենք որևէ ավելորդ բան, որևէ ավելորդ պահանջ, կոչ մարդու իրավունքների պաշտպանին չենք ներկայացրել այստեղ։ Մենք եկել ենք զուտ արձանագրելու, թե որն է մարդու իրավունքների պաշտպանի դերակատարությունը Հայաստանում։ Հացադուլի մասին լռելը, առողջական լուրջ խնդիրների մասին լռելը, որևէ քայլ չձեռնարկելը եւ անգամ խորհրդանշական ակցիայի համար ամեն ինչ անելը, որ խոչընդոտվի ակցիան։ Այսքանը հարգելի գործընկերներ, հիմա պատասխանենք լրագրողների հարցերին։ Երեք ինչ հետազոտություններ է անցել եւ ինչպես են այսպես 15 րոպեում հասկացել, որ կյանքի վտանգ է սպառել։ Եկեք մեր գործընկերներին։ Եվ որևէ ներարկում ստացել է թեկուս, ասենք, կաթիլայիններ, որպես սնունդ լրացվի։ Ժամը 13:00-ի դրությամբ Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը վատացել է, ասեմ, որ դեռ նախորդ օրը գիշերվանից է ինքնազգացողությունը վատացած եղել, բայց ժամը 1-ի դրությամբ ավելի շատ է վատացել եւ բուժակի կողմից հերթական չափումների ընթացքում պուլսի արձանագրվել է պուլսի շատ բարձր մակարդակ, ցածր ճնշում եւ մի քանի այլ ազդանշաններ կրծքահավանդակի շրջանում շնջարգելության եւ ցավերի զգացողություն, որը ենթադրում է նախաինֆարկտային շրջանի վիճակ։ Եվ բուժակները ահազանգել են շտապօգնությունը եկել է 1.5 ժամ անց, իսկ որոնք արձանագրել են, որ ամեն դեպքում հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա, Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց ժամը 13:00-ին, այսինքն վատ զգալուց հետո մի քանի ժամ անց, եւ այնտեղ իրականացրել են EKG, վերցրել են համապատասխան նախաինֆարկտային վիճակը բացառող անալիզը, տրոպոնին կոչվողը, եւ Փառք Աստծո անալիզները ցույց են տվել, որ այդպիսի վտանգ տվյալ պահի դրությամբ չկա։ Նախաինֆարկտային վիճակ չի եղել։ Նախաինֆարկտային վիճակի նախանշաններ եղել են, բայց կենսանմուշը բացառել է նախաինֆարկտային վիճակի հավանականությունը այդ պահի դրությամբ։ Իսկ ինչ վիրահատություն։ Զարգացում կանխող որևէ ներարկում եւ այլն։ Ոչ, որևէ ներարկում չի եղել, միայն վերցվել է նմուշառում համապատասխան ստուգումը իրականացնելու համար։ Ինչ վիրահատության կարիք։ Վիրահատական միջամտության մանրամասների բացահայտել չեմ կարող, քանի որ դա բժշկական գաղտնիք է իրանից ենթադրում։ Մենք պաշտպաններս թույլատրելիության սահմաններում խոսում ենք դրա մասին, ավել բան ասել չեմ կարող եմ միայն ասել, որ համապատասխան բուժում իրականացնող բժիշկը ցուցել է շտապ վիրահատական միջամտություն եւ հայտարարել է քրեակատարողական հիմնարկում եւ համապատասխան ՊՕԱԿ-ի աշխատակիցների համար, որ եթե այս մարդը լիներ գար հիվանդանոց եւ լիներ բուժ հաստատությունում, ես իրեն անհապաղ պարկեցնելու եմ եւ անհապաղ օր առաջ իրականացնեի այդ վիրահատությունը։ Ինչու են հետ տարել, կներեք, հիմա ինչու են հետ տարել, եթե շտապ վիրահատության կարիք ունեն։ Փաստաթղթաշրջանառություն է իրականացվում, որպեսզի ուղեգրեն համապատասխան բժշկական հաստատություն, դրա մասին մենք մեր ասուլիսի ընթացքում խոսել ենք եւ մեր խնդիրը հենց դրանում է կայանում, որ իրենք ասում են, որ փաստաթղթաշրջանառության ավարտը կկատարվի 10 օրվա ընթացքում, բայց մենք 10 օր ժամանակ չունենք, որովհետև գործ ունենք 11 օր հացադուլ արած
անձի հյուծված օրգանիզմի հետ, շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտության հետ եւ այդ երկու հանգամանքներ իրար հետ գումարված մարդու մեկ օրվա կյանքը դառնում է գումարած 5 օր վտանգավոր, այսպես ասած, իրավիճակ, հա, եթե սովորական պայմաններում նորմալ սնվող, նորմալ անկողնում քնող, պատժախցում չգտնվող մարդը գուցե կարողանար սպասել 10 օր, այս դեպքում մենք այդ 10 օրը չենք կարող սպասել, որտեղ ամեն հաջորդ պահին կարող է ավելի վատ իրավիճակ տեղի ունենալ։ MIP-ի մոտեցումները Մենք MIP-ից ընդունելություն չենք պահանջել, եթե իրենք իջնեին, լսեին մեր պահանջները, հրավիրեին, գուցե մենք բարձրանենք եւ մենք անձամբ ներկայացնենք մեր խնդիրները իրենց։ Ինչի մասին վստահ եմ, որ տեղյակ են, որովհետեւ 2 ամիս է սրա մասին ամեն օր մենք գոռում ենք, ել չհաշված վերջին 2-3 օրերի ընթացքում հրատապ ասուլիսներով, մեր լրագրող գործընկերների լուսաբանումների միջոցով անհնար է, որ իրենք դեպքի մասին տեղյակ չլինեն։ Մանավանդ, որ նաև մենք միջազգային կառույցների մեզ տրված պատասխաններից ենք իմանում, որ մարդու իրավունքների պաշտպանի հետ իրենք կապի մեջ են կոնկրետ այս գործով։ Ընդունելություն մենք չենք ուզել, բայց պատրաստ կլինեինք իրենց համապատասխան հանգամանքները ներկայացնել, եթե իրենք բարեհաճեին, լսեին մեզ եւ մեր ակցիան չխոչընդոտեին։ Կարծում եք կաշկանդվածություն կա քաղաքական ուժից, որը ընտրել է հենց այս MIP-ին։ Մանավանդ որ նույնիսկ կարծիք չի հայտնել, կարծում եմ հիմա գնահատականները այնքան ակնհայտ են, այնքան աղաղաղկող են, որ անգամ որևէ գնահատական տալու յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող է իր մեջ համապատասխան հետևությունները անել։ Այդքան աղաղակող են MIP-ի լռության հանգամանքները։ MIP-ի լռությունը պարզապես այնպես չի, որ այսպես փողոցով անցնող հասարակ քաղաքացի է կարող է տեսնել այստեղ ինչ է կատարվում եւ չարձագանքել։ Դա դիրքորոշման մոտեցման հարց չէ, դա MIP-ի սահմանադրական մանդատի շրջանակներում է, իր գործառույթն է, իր լիազորությունն է այս դեպքին արձագանքել եւ համապատասխան քայլեր իրականացնել է։ Եվ լռությունը այնքան աղաղակող է, որ դա դառնում է հանցակցություն։ Դա դառնում է հանցակցություն եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր մեջ կարող է համապատասխան գնահատականը տալ այս լռության առնչությամբ։ Բայց գուցե ընդունելություն պահանջեիք եւ ընդուներ։ Տեսեք, 11 օր շարունակ, երբ հացադուլի մեջ գտնվող անձի վերաբերյալ հրատապ բժշկական միջամտության անհրաժեշտության մասին մեր գոռոցների վերաբերյալ որևէ տող չի գրվում, մենք չենք կարող ակնկալել պահանջել որևէ քայլ այս կառույցից։ Իրենք եթե ուզում են, կարող են նախաձեռնել։ Մենք պատրաստ ենք բոլոր փաստաթղթերը տրամադրել, բոլոր մանրամասները տրամադրել դեպքի մասին։ Մենք եկել ենք այստեղ արձանագրումներ անելու, չենք եկել որևէ բան պահանջելու, որ սա ֆիքսվի որպես պատմություն, որ սա դառնա արձանագրում, փաստ, թե ինչպես է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 11 օր շարունակ լռում Հայաստանում աղաղակող ապօրինի խայտառակության եւ մարդու առողջության եւ կյանքի սպառնացող վտանգի հանգամանքների մասին։ Երենք նաև նրան տեսակցել եք, չնայած նա արդեն ուղերձ հղել է, սակայն ձեր միջոցով ինչ ասաց ձեզ, ինչ ասաց, ինչ փոխանցեց, գուցե դուք իր խոսքը փոխանցեք։ Դե մենք շատ անհանգիստ էինք 3 ամբողջ օրը, քանի որ առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ամբողջ օրը անհանգիստ ենք եղել եւ գիշերը տեսակցեցի, որպեսզի հասկանամ ինչ հանգամանքներում կարող եմ տեսնել Նարեկ Սամսոնյանին։ Օրգանիզմը բավականաչափ հյուծվել է, 11 օր հացադուլ անել է եւ որևէ սնունդ չընդունելը խաղու պարզ չէ, հարգելի գործընկերներ։ Մարդիկան ուղղակի 4-5 օր հացադուլից հետո դադարեցնում են, քանի որ չեն դիմանում։ Դա ոչ միայն օրգանիզմի խնդիրն է, դա ոչ միայն բնության համապատասխան արձագանքն է, այլ նաեւ այստեղ շատ կարեւոր դերակատարություն ունի, թե մարդը ինչպես է հոգեբանորեն տրամադրված իր իրավիճակին։ Այո, օրգանիզմը բավականաչափ հյուծված է, բայց Նարեկ Սամսոնյանը շատ վճռական է իր հացադուլի մեջ, իր բողոքը արդար է եւ անարդարության դեմ համապատասխան գործողության քայլ է, որը մարդուն ստիպում է ենթադրել, որ ինքը պարզապես չի համակերպվել ապօրինության հետ, չի նստել տեղը լուռ եւ անում է ինչ-որ մի բան։ Այս առումով Նարեկը շատ մտքով, հոգով շատ ուժեղ է, ամուր է։ Ես երեք նրան տեսել եմ այդ վիճակում, ինքը հաստատակամ է իր պայքարի մեջ, բայց ես նրան տեսել եմ շատ հյուծված։ Հունվարի 9-ի դատավարությունը բաց է եղել, դուք այնտեղ նրան ֆիզիկական վիճակին ականատես եղել եք։ Ես ասեմ, որ հիմա բավականաչափ փոխված է, բավականաչափ նիհարած է, օրգանիզմը բավականաչափ հյուծված է։
Եվ դրան գումարվել է նաև առողջական լուրջ խնդիրը, որ կա, որը հացադուլի հանգամանքների հետ գումարվելով ավելի լուրջ խնդիր է դառնում։ Մենք դրա մասին եւս շատ խոսել ենք, բազմաթիվ փակ հրապարակային եւ ոչ հրապարակային ուղերձներ եւ կոչեր կան Նարեկ Սամսոնյանի հացադուլը դադարեցնելու առնչությամբ։ Ինքը շատ գիտակցված քայլ է արել եւ որևէ մեկի հորդորին չի սպասում հացադուլը դադարեցնելու առնչությամբ։ Իհարկե շատ շնորհակալ ենք բոլոր մտահոգ մարդկանց, բոլոր մտահոգ կառույցներին, որոնք նման հորդորներով հանդես են գալիս, հասկանում ենք, որ դրա տակ մտահոգությունն ու անհանգստությունն է, բայց դա գիտակցված ընտրողաբար քայլ է եղել, ոչ թե ինչ-որ հախուռն գործողություն է եղել, դա եղել է գիտակցված ընտրություն։ Եվ այդ գիտակցված ընտրության պահանջը այն է անհապաղ ազատ արձակել իրեն։ Այս պահի դրությամբ դեռևս իրականացված չէ։ Եվ մենք շարունակում ենք կանգնել Նարեկ Սամսոնյանի իրեն անհապաղ ազատ արձակելու պահանջի կողքին, սատարում ենք իր քայլը որպես թիմ, որպես պաշտպաններ, որպես նրան աջակցողներ, պատրաստ ենք նրա ձայնը լսելի դարձնել ամենաբարձր մակարդակով, դրա համար իրականացնում ենք այս բոլոր գործողությունները, ասուլիսները, ակցիաները, որպեսզի նրա պահանջը օր առաջ կատարվի, բայց այս պահին մենք ունենք առավել հրատապ խնդիր։ Դա Նարեկ Սամսոնյանին օր առաջ բուժ հաստատություն տեղափոխել է, որովհետև այդ կարգավիճակում ամեն վայրկյանը նրա համար, նրա կյանքի համար սպառնալիք է ներկայացնում։ Նորից եմ ասում, եթե հիմա նորից իր առողջական վիճակը վատ թարանա, Աստված չանի, նրան բժշկական օգնությունը հասնելու է 3-4 ժամ անց։ Ում վրա է պատասխանատվությունը, եթե Աստված մի արասցե, նորից տեղափոխվի հիվանդանոց եւ վիճակը լուրջ լինի։ Բոլոր այն կառույցների, ովքեր որ ունեն իրավասություն այս թեմայով գործողություններ իրականացնելու, միջամտելու, արագացնելու գործընթացը եւ համապատասխան քայլեր չեն իրականացնում։ Դրա մասին Նարեկ Սամսոնյանը գրել է 3 իր հոդվածի մեջ, որ այս իրավիճակի համար, այս ապօրինությունների համար, չնայած շատ-շատերի սրտացավ վերաբերմունքին, հոգատար վերաբերմունքին, բայց այս ապօրինությունների տակ ստորագրողները պատասխանատվություն են ենթարկվելու իրենց անգործության եւ լռության համար։ Շնորհակալություն։ 24 նյուզի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց են գտնվում այս պահին այստեղ Նարեկ Սամսոնյանի կինը եւ աջակիցները իրականացնում են բողոքի ակցիա։ Ակցիայի շրջանակներում նրանք ՄԻՊ գրասենյակի